լինել ներդաշնակությունը, անձնային ներդաշնակությունը։ Ես ասում եմ, ցավալիորեն կշեռքների 50%-ի մոտ ես հանդիպում եմ խնդիրներ միջանձնային հարաբերություններում, չեն կարողանում իրենց կյանքը դասավորել, բայց շատ կարևոր է իրենց համար, որտեղ կշեռքը դա համատեղելիության, դա գործընկերության, դա կողակից ունենալու նշանն է, բառացիորեն ասեմ, շատ կշեռք տղամարդկանց մոտ եմ հանդիպում, ահա որ շատ են տատանվում։ Նրանց կյանքում եթե կինը կա անընդհատ կնոջ հետ այսպես կշռադառնում, մինչ դա ծնողների հետ անընդհատ իրանք ուղղակի կորցնում են կյանքի իրենց կարևոր պահերը, որ երբ որ պետք է որոշում կայացնեն, այդ շատ երկար ու կարճ է, այդ երկար կշռադատելու համար անդադ չափում, ի վերջո ոչինչ չեն անում։ Եվ շատ եմ հանդիպում, ասում եմ միշտ 50-ից 52 թվականի ծնվածներ, իրենք Սատուրնը կշեռքի կենդանակերպում միայնակ են մնում կամ կյանքի մի փուլում գոնե 30 կամ 45 տարեկանում անձնային խնդիրներ են ունենում։ 80-ից 82 թվականն են նույնը, իրենք շատ կարևոր է Սատուրնը կշեռք կենդանակերպ եւ այդ տարիները, որ նշում եմ, նաեւ 15 տարի հետո, 14-5 տարի հետո, երբ որ Սատուրնը խոյում է գտնվում։ Եթե Սատուրնը խոյում է գտնվում, նա տանում է միայնակության իրենց բարդ բնավորության պատճառով, Սատուրնը կշեռքի կենդանակերպում մարդիկ այնքան շատ են փնտրում, չեն գտնում։ Ի վերջո 30 տարեկանից հետո ստացվում է։ Սիրելի կշեռքներ, այն վայրերը, որտեղ պետք է այցելեք եւ որտեղ դուք կունենաք հաջողություն, որտեղ է ձեր էներգիան ավելի այսպես շատ արտահայտվում, դրանք են հակում դեպի արվեստը, շատ եմ հանդիպում կշեռք կենդանակերպի ազդեցության տակ ծնվածներ, որոնք ունեն իրենց խանութները, դրանք կարող են լինել խանութներ կամ սրահները, գեղեցկության սրահները, նրանք գեղեցիկ են հագնվում, այդ բոլոր իրերը, աքսեսուարները, որոնք իրենց մեջ նրբաճաշակության տար են պարունակում, ապա իրենք այդ անձիկ ծնվել են կշեռքի կենդանակերպի ազդեցության տակ։ Գիտեք ինչն է կարևոր, նաև այստեղ դուք տեսել եք, չէ, դատարաններում կշեռքի նշանն է դրված, այո, դա արդարության նշանն է, լավագույն փաստաբաններն են, բայց ես ասում են կշեռքները լավագույն դատավորներն են, քանի որ կշեռք են, բայց ես հանդիպել եմ փաստաբանների մոտ, որոնք իրենց աշխատանք են կատարում եւ արդարացիորեն են մոտենում իրենց աշխատանքին եւ իրենց հաճախորդին։ Ինչևէ գեղեցկություն, նրբաճաշակություն, արվեստ, դա իրավական համակարգ, դա կշեռքի կենդանակերպի ամենակարևոր ոլորտներն են։ Անցնենք կարիճների մասին խոսենք, տեսեք ինչ է ասում, վերջերս հենց երեք մի մեկնաբանություն